Ուկրաինայի հարավում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում 1 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել, այդ թվում 1 երեխա։ Օդեսայի մարզում ռուսական անօդաչուները հարձակվել են Պալաուի և Բարբադոսի դրոշներով 2 քաղաքացիական առևտրային նավերի վրա։ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբայի խոսքով նավերը հարվածի պահին գտնվել են կայանատեղիում և բռնված են եղել հացահատիկով, վիրավորներ կան։ Միևնույն ժամանակ ռուսական հակաօդային պաշտպանությունը հայտարարել է, որ երկրի տարածքում խոցել է 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Քաղաքական հարթակում նկատվում է որոշակի ակտիվացում։ Վաղը Միացյալ Նահանգներում նախատեսվում է ուկրաինացի և ամերիկացի բանագնացների հանդիպում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժամանակն է ավարտել բանակցային դադարը։ Կարևոր է ամերիկյան կողմից հստակ ազդանշաններ ստանալ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամության վերաբերյալ։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-ից 18-ը։ Հաջորդ հանդիպումը նախատեսված էր մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն այն հետաձգվեց Իրանի դեմ իսրայել-ամերիկյան պատերազմի պատճառով։ Իդեպ անցած շաբաթ Ֆլորիդայում տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Եվրամիությունը չի պատրաստվում վերանայել ռուսական հեղուկացված բնական գազից հրաժարվելու իր ծրագրերը, ընդգծելով, որ Բրյուսելը հավատարիմ է իր սահմանած նպատակներին։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է հայտարարել։ Չի ուշացել Հունգարիայի վարչապետի քննադատությունը։ Վիկտոր Օրբանը զգուշացրել է, Եվրոպան չի կարողանա գոյատևել առանց ռուսական նավթի վառելիքի հնարավոր գլոբալ դեֆիցիտի պայմաններում։ Խնդիրն այն է, որ տվյալ պահին նավթի գլոբալ դեֆիցիտն արդեն սարերի հետևում չէ, ուստի եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խենթություն է։ Մեզ միանշանակ պետք է ռուսական նավթը։ Մենք չենք կարողանա գոյատևել այս իրավիճակում, որն աստիճանաբար լրջանում է առանց ռուսական վառելիքի։ Կոշտ է նաև պաշտոնական Մոսկվայի արձագանքը։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Եվրամիությանն ու Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է փոխել ղեկավարությունը։ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին եվրոպական էներգետիկ շուկաներում եղած ցնցումների պայմաններում գոյատևման շանսերը մեծացնելու համար։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։